գիշերում մի ջրակ է վառվում Սիրտը փոքրիկ չի կոտրվում Չի մարում քամին պատմում է Բարոդի լեզուն Բայց նա կպատմի նորը այդ կամում Լույսեր, ոսերը, լույսեր, հույսեր Քո սիրտը չի կոտրվում երբեք Թող պատերազմը գոռան մտության մեջ Կամքը հաղթում է, սերը հաղթում է Քո քայլերի սնվում է նորը Կամքը հաղթում է, սերը հաղթում է Սիրով է գրվում վաղվա օրը Մոռացար, որ ես եմ հրավիրել Արի սուրճի ու վայրի ընտրությունը մյուս անգամ քեզ թողեմ, լավ? Ստիպված համաձայն եմ Արփի Տարոն, ինչ ես Ինչ ես անում ստեղ Սուրճ եմ խմում, չի կարելի Հարցիս պատասխանի, ես ով ինչ գործ ունես դու սրա հետ Տարոն, թևս թող, ինչ ես անում Եվ հələ հանգստացի ու աղջկան էլ հանգիստ թող Տեղդ մնա քո հարցերը հետո Արի քեզ տուն կտանեմ Տարոն, թող ասում եմ, ես ոչ միտեղ չեմ գալու Հանգիստ թող ես Տարոն, աննորմալ ես, մի արա Ալեք Բաց թողար ասում Ալեք, խնդրում եմ Գնացինք Բաց թողար Ալեք Տարոն, մի արա խնդրում եմ Գնացինք, ուղղակի գնացինք Մի արա Գևորգյան, ինչ է նշանակում ապրանքը մաքսայինումա։ Այդ ապրանքը մեզ պետք է արտադրությունը կանգնել է, հասկանում ես։ Մենք պատվերներ ունենք։ Ինչ պապա, պետք չի պապայի կապերը խառնել։ Ինչ ուզում ես արա Գևորգյան, ապրանքը լինի պահեստում։ Դրդակները պետք է հասցնել այդ պատվերները կարել, հասկանում ես այդքանը։ Ես հիմա ասեցի։ Պապա, այլ պապային խառնենք, ասի գործից չես հասկանում։ Լավ, ես մի բան կմտածեմ։ Նազարյանին կանչի իմ մոտ։ Ասում է երբ։ Որ ասեմ աշուն շաբաթօր կհավատաս հիմա։ Որոն են գիշ։ Ալեք, Ինչ Արփի սպասի Ուզում եմ ներողություն խնդրեմ Այդ հիմարի պատճառով Չէ, որ անկախ քո կամքից այդ վատ իրավիճակում հայտնվեցիր Իրա բախտը բերեց ընդհանրապես որ դու տեղ էիր Թե չէ ամեն ինչ ավելի վատ էր վերջանալու իր համար Չէ, չեմ հավատում, որ դու այդպիսին ես Ինչպիսին Դե, չգիտեմ, կռվարար Ես եմ կռվարար Չգիտեմ, Ալեք Արփի մենք են հարաբերությունների մեջ չենք որ ես ամենը քեզ ասեմ բայց ամեն դեպքում կուզեմ իմանաս որ եթե այդ հիվանդը քեզ էլի անհանգստացնի ես պատրաստ եմ այնց անեմ որ ինքը քո կյանքից լիովին վերանա Այս թեվովս մի ձև փրկեցիր ընկերոջը ձեռքիցս Ինքը իմ ընկերը չի, Ալեք Այդ արդեն հուսադրող է Մի խոսքով կարաս ընդհանրապես չանհանգստանաս, եթե կարիքը լինի, ես իրան ինչ պետք է կանեմ։ Լավ, ապրես, խոսք եմ տալիս, եթե ինքս գլուխ չհանեմ, քեզ կդիմեմ անպայման։ Հեռախոսը տուր։ Ինչի։ Դե, որ ուզենամ քեզ գտնեմ, հեշտ ստացվի։ Համ էլ սուրճը չխմեցինք դեռ։ Շատ լավ։ Բայց մի բան եք պայմանավորվում։ Մեր մյուս հանդիպման վայրը ես եմ որոշում, լավ։ Լավ։ Հա։ Դե արի քեզ տուն ճանապարհը։ Չէ, կարիք չկա, շնորհակալ եմ։
Ես նրա համար եմ ասում, որովհետև մտածում եմ այդ հիվանդը կարող է էլի ճանապարհից հայտնվի։ Համարդ ունեմ արդեն։ Եթե պետք լինի, կզանգեմ։ Լավ, Ես գնամ, հաջողություն։ пока։ Գնացի։ Օպրես շիճու, որ ուզում ես լավ էլ փող ես աշխատում։ Տեսան, մինչև չչփխեցի փող չաշխատեցիր։ Գնա նստյանի կողքը, ապրես։ Լուսե, դու տնամ դու ինչ ես արել։ Այ։ Էս ինչ է։ Այսօր ամբողջ օրը ես աշխատել։ Կարող է պահել ես փողերը։ Չէ։ Ջեբդ փող չկա։ Արի տենամ։ Գիտես չէ, հանկարծ ինձանից փող պահես, ձեռքս չես բրցնի։ Առաջին օրնա չեմ ջղայնանում։ Հետո զգում եմ, որ մի քիչ ես ձևերը սովորես, ամենաշատ փողը դու ես աշխատելու։ Եթե տեսա ձեռքսդ բան չի գալի, քեզ հետ եմ տանելու մանկատուն։ Չեմ ուզում անկատուն գնամ, ուզում եմ այստեղ մնամ։ Դե ուրեմն պետք է շատ փող աշխատես։ Նա իրանք ոնց են անում, դու էլ տենց արա։ Ոչ մի դժվար բան չկա։ Սենց խելոք հայացք ես ընդունում, խեղճացած նստում ես գետնին ու հայացքդ գցում ես այդ մարդկանց վրա, իրանք էլ խղճում քեզ փող են տալի։ Այդքան բան։ Ոչ մի դժվար բան չկա։ Օհ, դե լավ ճիճուներ ջան, ապրեք։ Այսօր Ռոզային շատ փող բերեցիք։ Դե որ շատ փող ենք աշխատել, կլինի մեզ քաղցրողնես ուտենք։ Յո, սոնայ, սիրտդ քաղցր է ուզում։ Հա, շատ։ Ես էլ եմ քաղցր ուզում։ Իա, չհասկացա, որ ձեր բերած փողը պետք է ձեր վրա ծախսեմ, էլի մոքուտը որն է։ Ախր շատ ենք ուզում։ Դե որ շատ ես ուզում, չայդ մեջ պեսոկ կլստեմ, այսօր քաղցրով կխմես։ Սրանց տեսեք, կոնֆետ են ուզում։ Բլոճ, արի գնանք խանութ մի երկու բան առնենք։ Սառա։ Սառա։ Բարում։ Չես տոնում ստեղ վախեցա։ Սառա Արփին ինչ կապ ունի այդ լակոտի հետ։ Ինչքան ժամանակ այդ ամեն ինչը ձգձգվում է, ինչի ես մինչև հիմա տեղյակ չեմ։ Մի րոպե, մի հատ հանգստացի, նորմալ բացատրի հասկանամ ինչ ես ասում։ Արփի ու այդ ամեն ինչ ինչքան է խորացել իրancs մեջ։ Մեռնեմ թե բան եմ հասկանում։ Սառա Արփին այսօր ում հետ է հանդիպել։ Իրա մասին եմ խոսում։ Ոնց։ Ուրեմն Արփին քո հետ չի հանդիպել այսօր։ Դու ձեռ ես առնում։ Իմ հետ է հանդիպել ու եկել եմ քեզ հարցնում, է։ Լավ, Արփի աղջիկ։ Ուրեմն ինձ գաղտնիքներ ունես, հա։ Քո համար էլ կարևորն է դա, որ Արփին քեզնից գաղտնիքներ ունի։ Լավ, Տարոն, հանգստացի։ Եթե այդ տղայի ու Արփի միջև ինչ-որ լուրջ բան լիներ, Արփին ինձ հաստատ կպատմեր։ Թույլ չեմ տա, որ Արփի ու այդ լակոտի մեջ ինչ-որ բան լինի։ Դրա ոտերը կջարդեմ, չի համարցակվի նույնիսկ Արփին մոտիկանա։ Լավ, Տարոն, հանգստացի, շատ ես չափազանցնում։ Չեմ կարող, որ հիշում եմ այդ երկուսին իրար հետ, Արունը գլխիս է տալիս։ Տարոն, ես ամեն ինչ կիմանամ ու քեզ կպատմեմ։ Դու հիմա հանգստացի։
Սպասի, ուր ես գնում։ Պապան հեսա կգա։ Չեմ կարա, առավել եւս որ պապան էսը գալու է։ Էլի վիճել եք։ Լավ էլի սար, նրա ժամանակը չի։ Այստեղ են լրիվ գժվել է։ Մտեք։ Դուք Զարմացած ես, Նազի ջան։ զարմացած չեմ, ուղղակի իմ հիշելով պայմանավորվածություն չունենք, չէ՞ աղջիկներ։ Ճիշտ ես, բայց հանգամանքները այնպես դասավորվեցին, որ մենք պարզապես չէինք կարող չգալ ու չխոսել քեզ հետ։ Ինչ հանգամանքներ։ Ես մի քիչ խառն եմ եղել, ինչ-որ բան եմ բաց թողել։ Չգիտեմ դու ես բաց թողել թե այդ բլոգերը, որը մեր, այսինքն քո գործունեության մասին նյութ է հրապարակել ու այդ բացը մեզ երկուսից շատ վիրավորել է։ Ճիշտ ասած չեմ հասկանում ինչ եք խոսում։ Ճիշտն ասած մենք էլ։ Որ կարդացինք այդ բլոգերի գրված նյութը, բան չհասկացանք։ Մեռանք աղքատներին ու հիվանդներին փող տալով, բայց այդ նյութի մեջ անենց էր ներկայացված, իբր ամեն ինչ դու ես անում, մենք էլ կողքից անենց էլի բզբզում ենք։ Լավ էլի շողեր։ Ինչ ես ասում, չես ամաչում։ Բա դա ասելու բան է, ինչի ով չգիտի, որ այդ բարեգործությունները մենք բոլորս միասին ենք անում։ Լավ է լինած, ոչ մեկ էլ չգիտի բացի մեր մտերիմներից։ Բա ես ինչի դիմեցի այդ բլոգերին, որ բոլորը իմանան ու ճանաչեն այս քաղաքի լավագույն բարեգործ կանանց, չէ՞։ Բայց այդ նյութի մեջ միայն քո անունն էր գրված։ Մեկ էլ վերջում, անենց էլի միտեղ նշված էին մեր անունները։ Էդ էլ երևի ասել էր, որ ինքը գրի, որ մենք շատ չնեղանանք, անենց էլի ձևի համար։ Շողեր ապրես։ Չէի պատկերացնում աղջիկներ, դուք ինձ ահավոր նեղացրիք, գիտեք։ Այդ դու ես մեզ նեղացնում, քեզ թվում է չենք հասկանում ինչ է կատարվում։ Դե եթե հասկանում եք, ասեք ես էլ իմանամ ինչ է կատարվում։ Էն, որ գնացել ես այդ բլոգերի մոտ, քո գովքն ես կապել, ինքն էլ այդ գովքի հիման վրա որոշել է նյութ հրապարակի, որը քեզանից բացի ոչ մեկից ոչինչ չի տալիս։ Հալովս։ Ինչ արեցիր Ալեք, արդեն տանն ես։ Չէ, ախպերս, գյուղ եմ գնում հենա ճամփինը։ Ինչի կարող է նորություն կա, երեխուս դրա համար ես գնում։ Չէ, ախպեր, ոչ մի նորություն էլ չկա։ Ուղղակի մտածում եմ գնամ հարևաններին տեսնեմ, կարող եմ մեկը մի բան իմանալ։ Պարզ է։ Իսկ քնիչին տեսել ես, ինքը ինչ է ասում։ Չէ, ախպեր, չեմ տեսել քնիչին, բայց հետը պայմանավորվել եմ վաղը տեսնում ենք։ Բայց ոնց հասկանում եմ ինքն էլ ոչ մի նորություն չունի։ Լավ չի, բայց հույսդ մի կորցրու, երեխեն հաստատ կգտնվի Ալեք։ Հա, ախպեր, հա, հաստատ գտնելու ենք երեխուն, ուղղակի քանի դեռ չի գտնվել, իմ կողքին չի այդ երեխեն անընդհատ սիրտս անհագիստ է, ուրիշ ոչ մի բանի վրա չեմ կարող կենտրոնանամ։ Անընդհատ ուշքում միտքս այդ երեխենա ու Կարենից տված խոստումը։ Լավ, դե գնա, բայց որ նորություն լինի, ինձ էլ կասես։ Լավ ախպերս։ Աշխեն ջան, ես բլոգերին ամեն ինչ ներկայացրել եմ նենց ոնց կա։ Թե ինքը ինչ հոդված է գրել, այդ դրա հետ ես ընդհանրապես կապ չունեմ։ Բայց եթե դուք շատ եք նեղվել, ես այսօր կզանգեմ, կխնդրեմ, որ եւս մեկ հոդված գրի, որտեղ մեծ տառերով մի քանի անգամ կնշվեն ձեր անունները։ Մեր ուզածն էլ հենց այդ է, Նաշ ջան, մենք հո ուրիշ բան չենք ասում։ Ուրեմն հասկացանք իրար։ Բա ամոչի մենք իրար չհասկանանք։ Չէ՞ որ մենք 1000 տարվա ընկերուհիներ ենք։ Վայ, շողեր ջան, բա ամոչի, ինչ ընկերուհի, ինչ ընկերուհի։ Մենք ավելին ենք, քան ընկերուհիները։ Հաստատ Նաշ ջան, դե մի հատ կազմակերպի թող մեզ սուրճ բերեն, խմենք ու հետո դուրս գանք։ Ես էլ ձեզ այդ ընթացքում մի հատ բում նորություն եմ պատմելու։ Ինչ ա եղել։ Դե բռնվեք ասեմ։ Վայ, դե շուտ ասա, կարող է այնքան ձգձգես հետաքրքրությունից մեռնենք։ Իմացել եմ, թե ով է թաղապետի սիրուհին, եւ դուք իրան ճանաչում եք։ Սիրտս կվատանա, ով է մեր շրջապատից, հա։
Հա, մեր շրջապատիցը։ Սպասեք։ Մեզ 3 հատ սուրճ։ Հետո։ Դե։ Անե, ինչի լուսեի հավաքած փողերը վերցին մոտից։ Լավ արեցի, էլի եմ տենց անելու։ Բայց ախը դու գիտես չէ, որ Ռոզան կնեղացնի լուսեին։ Բա ինչ ինձ նեղացներ, ասած անգամ ինչա քիչ փող էի բերել, հաց չտվեց ուտեմ։ Ամբողջ գիշեր ստամոքսս ցավում էր։ Բա դու ես ամեն ինչին դու ես անում, որ Ռոզան դուրս անի այստեղից լուսեին։ Հա, անի, որովհետև ես արդեն մեծ եմ, մարդիկ ինձ չեն խղճում, շատ փող չեն տալիս։ Ես եթե Ռոզային քիչ փող բերեմ, իսկ Լուսեն շատ, Ռոզան ինձ կվռնդի ստեղից, իսկ ես գնալու տեղ չունեմ։ Բայց ախը Լուսեն էլ ամեղ, ինքն էլ գնալու տեղ չունի։ Ինձ չի հետաքրքրում, ես մենակ իմ մասին եմ մտածում, իսկ դու քո հասկանում ես։ Հա, հասկանում եմ, բայց Լուսեն մեղքս գալիս է։ Անի, մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինն ենք Ռոզայի համար։ Եթե ինքը մեզնից լավ փող հավաքողներ գտնի, մեզ էստեղից դուրս է վռնդելու։ Դրա համար մենք պետք է նենց անենք, որ էստեղ անծանոթ մարդ չմնա։ Հա, ճիճուներ, սոված ընգրտում եք։ Ես շատ սոված եմ։ Ես էլ։ Դե վեր ընկեք սեղանի կողմը, հեսա ջուր երացնեմ, քաղցր չա ենք խմելու հաց ու պանիրով։ Տեսակ, մի բերան քաղցր ուզեցիք, Ռոզան գնաց ձեզ համար պեսո կարա, որ չայ քաղցր խմեք։ Բլոր ջան, դու բաժակները բեր, ես էլ ջուրը երացնեմ։ Սար, տարոնը սարսափելի վատ պահեց իրան, ամոթից գետինն էի մտել։ Արփի դու գիտես աղբերս քեզ ինչքան շատ է սիրում։ Ուզում էիր քեզ ուրիշ տղայի հետ տեսներ ու հանգիստ լիներ։ Սար, այսինքն ես չեմ կարա ուրիշ մարդկանց հետ հանդիպեմ։ Գիտես ինչ ագրեսիվ էր, ես իրան տենց չէի տեսել։ Դե մտածելա ժամադրության ես։ Մի քիչ այդտեղին մեղավորությունն էլ կա։ Այսինքն, Սար, դե հիշում ես, որ համալսարանից դուրս էիր գալիս, ասեցի ուր, ասեցիր ժամադրության։ Ես էլ մտածեցի Տարոնի հետ ես ժամադրվել։ Խոսքի մեջ Տարոնին ասեցի, ինքն էլ քեզ տեսել, ինչ ասես մտքով անցել է։ լրիվ գժվել է։ Գժվել է սիրուց, քո հանդեպ ունեցած մեծ սիրուց։ Դու ընդհանրապես սուս։ Բայց դու ասեցիր ժամադրության ես։ Հանդիպման, ասել էի հանդիպման, Սար։ Քո մտքերն են մենակ ժամադրության մասին։ Ինչ ասես մտածել ես։ Դե որովհետև սիրահարվել եմ։ Այս անգամ շատ լուրջ։ Դրա մասին էիր ուզում այսօր ամբողջ օրը խոսայիր, հերթական լուրջ սիրահարվածության մասին։ Չէ, Արփի, այս անգամ ամեն ինչ լրիվ ուրիշ է։ Հա, ամեն անգամ սիրահարվելուց է տես ասում։ Չէ, Արփի, այս սերը առաջին հայացքից շատ ուժեղ ու տիեզերական զգացմունք։ Ըհը, այնքան վստահ ես ասում, հեսա կհավատամ։ Վայ Արփի, ես քեզ լուրջ բան եմ ասում։ Ինչ այդ տղային տեսել եմ, ուրիշ ոչ մի բանի մասին չեմ կարողանում մտածել։ Այդ տղան իր ոտքերով, գլխով, աչքերով ու հայացքով մտել է երակներիս մեջ։ Դուրս չի գալիս։ Լավ։ Տեսնենք ինչքան ա տևում ես տիեզերական սերը։ Հավերժ։ Ես զգում եմ, որ գտել եմ մեկին, ում կարող եմ հավերժ սիրել։ Լավ, ով է այդ երիտասարդը, որ տենց ցնցել է ներաշխարհդ։ Պապայի զինվորներից է։ Արփի, ինչի ես ծիծաղում։ Ներես ուղղակի։ Չէ, ասա։ Ծար։ Ուղղակի դու միշտ պապայի զինվորներից մեկին ես սիրահարվում ու այդ տևումը ամենաշատը մի քանի օր։ Չես հավատում, մի հավատ, Արփի։ Բայց ես զգում եմ, որ այս տղան իմ կյանքը լրիվ փոխելու է։
Աջան, ես դու ես։ Այ, բարև Արտուշ պապի։ Բարև, հազար բարև տղաճան։ Տեսա մարդ կասի գնա մեսով ես ու ժամին եկել դուստիկ ես բակը։ Աստոր ինչ որ մի բան եղել ա որ եկել ես, հա։ Բարև խրժակ։ Հապրես պապ ջան։ Արփինը մհեր ուրեն։ Դե մհերը ինչպես միշտ, Արփին էլ ասեց, որ ուշ կգա ուզում է Սարայի հետ ընտրի։ Բա ոնց, նորմալ է որ Արփին ուշ է գալիս։ Հոարինը չի, որ սաղի աչքին առաջ չարածա երևա։ Որովհետև Արփին քո նման հիմար չի։ Նրա ամեն մի արածը պատճառ ունի։ Լսում եմ Արա։ Ինչ է եղել։ Ոնց։ Արտադրությունը մի շաբաթ է կանգնած է։ Բա ինչու եմ ես հիմա իմանում։ Եթե Լուսեն մանկատնից փախնելուց հետո այս կողմերի վրա երևար, իսկ մա հարևաններից մեկն անպայման տեսած կլներ։ Աստորեն ոչ մեկը ոչ մի տեղեկություն չունի, էլի։ Մի քանի օր առաջ քնիշներ եկե, հարց փորձ էր անում։ Ես էլ մի լավ ջղայնացավ իրեն։ Ինչի։ Դե ասեցի մեզ հարցակնելու փոխարեն գնային մանկատան ժողովրդին հարցրա։ Էդ ինչ վատ բան են արել, էդ ոնց են այդ երեխու նկատմամբ վերաբերվում, որ թողե փախելա մանկատնից։ Արտուշ պապի, դու այդ երեխուն ծնված օրվանից ճանաչում ես։ Մտքովդ ընդհանրապես չի անցնում որտեղ կարա լինի։ Չէ, տղա ջան, չէ։ Այդ մանկատուն տանելու օրը այդ երեխան այնքան լացեց։ Այնքան խնդրեց որ չտանեն։ Մինչև հիմա այդ երեխու ծնողականներից մեջ է։ Ալո։ Հա, ես եմ, ով է։ Հա, լսում եմ։ Ուզում ես տենաս, կտենանք, դու տեղն ասա։ Կգամ։ Արտուշ պապի, ես արդեն գնամ, բայց մինչև գնալս ուզում եմ ամեն դեպքում համարս թողնեմ, մարդ ես էլի մեկ էլ տեսար մի շարժ եղավ, մի նորություն եղավ, տեղյակ պայքել ինձ։ Թող տղա ջան, թող։ Վերախոսը դու քո ձեռքով գրի։ Ես այդպես բաներից գլուխ չեմ անում։ Ես մենակ զանգում եմ։ Նասիկ, ուղեղդ որտեղ է, ես ինչի եմ այս մասին այսքան ուշ իմանում։ Դե պապ, չի ասում, մտածում էի գլուխ կհանեմ, ունենցա հանելու եմ։ Հա, տեսնում եմ։ Բոլորս ենք տեսնում ոնց ես գլուխ հանում։ Արտադրամասում մի շաբաթա մի շոր չի կարվել, ու էսա քո գլուխ հանելը։ Պապ, գործդ վստահել ես ինձ, ուրեմն թող աշխատեմ ոնց կարողանում եմ։ Չես կարողանում։ Ես արդեն սկսում եմ մտածել, որ սխալվել եմ քեզ վստահելով այս գործը։ Պապ, ինչի ես տենց խոսում։ Մարդ եմ, հիմա մեկ անգամ թերանալու իրավունք չունեմ։ Ոչ, չես կարող։ Դու իմ աղջիկն ես, իրավունք չունես թերանալու։ Հատկապես իմ արած դրածը ջուրը նետելու։ Պապ, նենց ես խոսում, ոնց որ ես իմ ինչ է եղել։ Մի քանի օրվա ուշացում է եղած է։ Հայելի պապի, նենց ես խոսում, ոնց որ ես իմ ինչ է եղել։ Արեն։ Այն օրը որ մեր տղա խելքի գաք, ես հանգիստ գերեզման եմ իջնելու։ Պաստորեն քո երկարակեցության գաղտնիքը ես ու մերս ենք։ Արեն։ Ես քո ինչն եմ ասել։ Այ։ Էսա քո դասերակցությունը։ Էսա քո արդյունքը։ Իբր ինչի ես վիրավորում պապի։ Հետո արածը դուրդ եկավ։ Ինչ, մամ։ Ինչ։ Քեզ եմ պաշտպանել։ Դրանից էլ ես դժգո։ Կարա մի բան արենանի ու դժգո չլինեք։ Միշտ դժգո եք։ Միշտ։
Հա։ Անի, սոված եմ, ինչ անեմ։ Սոված ես գնալ Ռոզայի բաց տեղից հաց վեկալքեր։ Հա։ Հա։ Ձեզ էլ բերեմ։ Չէ, մենք սոված չենք։ Այդ ինչ սորմայ անտեշում։ Դու ես որ Ռոզայի պահաստերից հաց վեկալես։ Մանե, ինչի Լուսեին ասացիր, որ Ռոզայի պահաստեղից հաց վերցնի։ Դու ինադու ասացիր, որ Ռոզան ջղայնանա Լուսեի վրա։ Լավ արեցի։ Էլի եմ տենց անելու։ Թող գնաս տեղից։ Որնոցդ կտրի այ աղջի, որ վեկացայ գլխիտ եմ ջարդելու։ Սրան նայի, ռադեղի գնա, աշկիս չեն եմ ասը ռադեղի։ Դուք էլ սաղըտ քնեք, թե չէ, որ վերկացած սաղից տեյց հանելու բրրադ անեմ։ Լավ, ես քեզ հասկացա, ուրեմն առավոտի ես անձամբ այդ հարցով կզբաղվեմ։ Համաձայն եմ։ Լավ, բարի գիշեր։ Նազիկ կլինի այդքան չգնաս գաս, գլուխս պտտվեց արդեն։ Է, լավա նկատեցիր, որ սենյակում եմ։ Դե այս վիճակում քեզ չնկատելը մի քիչ դժվար կլիներ։ Հա, որովհետև բարկացած եմ ու նեղացած։ Հիմա ինչ ա եղել։ Պապան ա նեղացրել։ Ու պապայից շատ նեղացած եմ, չնայած քեզնից էլ նենց ոչինչ։ Որ մեկ-մեկ տանը լինես, ընտանիքի անդամների կողքին լինես, կտեսնես ինչա կատարվում ես տանը։ Ավելորդ բաներ ես խոսում, Նազիկ։ Հաբա ոնց։ Այսօր ընթրիքի ժամանակ աներդ, սիրելի աներդ, նենց պատմություն սարքեց մի հատ հիմար բանի պատճառով, որ ինձ ինչ ասես։ Իսկ դու, ինչպես միշտ տանը չէիր, որ ինձ պաշտպանեիր։ Պաշտպանեի ումից, հորից հետ։ Հա, հորիցս։ Մհեր ջան, եթե պետք լինի, դու ինձ հորիցս էլ պետքա պաշտպանես, որովհետև դու իմ ամուսինն ես։ Ինչ ես խոսում, Նազիկ։ Ինչ որ լսում ես։ Եթե դու կողքից լինես, ես հորս դեմ մենակ չեմ մնա։ Նազիկ ջան, նախ պետք չի հորդ դեմ դուրս գալ։ Ինքը քո թշնամին չի։ Հա, բայց նենց է իմ հետ խոսում, նենց է ինձ վերաբերվում, ոնց որ ես իր թշնամին լինեմ։ Ուրեմն ինչ որ բան այն չես արել։ Պապատ արդար մարդ է, ու երբեք ոչ մեկին հենց այնպես ոչ նեղացում է, ոչ ավելորդ բան է ասում։ Հա, բա ոնց։ Ճիշտ է։ Ես եմ մեղավոր։ Ես շատ կզարմանայի, որ ինձ պաշտպանեիր, կամ գոնե փորձեիր հասկանալ։ Նազիկ կլինի մի օր գամ տուն ու ինձ սենց հարցերով չծանրաբեռնես։ Դե հա, իմ հետ կապված հարցերը անիմաստ են ու ծանրաբեռնում են քեզ, չէ՞։ Ես այդ չէի ասում։ Մհեր, ես քո համարով եմ։ Զաքսի վկայականը վերցնում ես պարզ հայերենով գրածակարդ, հա։ Ես կատակ չեմ անում։ Ես էլ եմ լուրջ խոսում։ Հոգնած եկել եմ, ուզում եմ հանգստանամ, ուղեղս ես սղոցում, Նազիկ։ Հա, որովհետև լցված եմ, մհեր։ Սիրտս լցված է, ուզում եմ խոսեմ, կիսվեմ, հանգստանամ։ Խոսա, հանգստացի։ Ինչ խոսամ։ Մեկը չես լսելու։ Անիմաստ նայելու ես, ձևացնես լսում ես, բայց չես լսելու։ Խոսա կլսեմ։ Հա։ Մայր, ասում եմ, մենք երբ ենք վերջին անգամ իրար հետ տեղ գնացել։ Հիմա դու դրանից ես վիրավորված։ Չէ, վիրավորված չեմ, ուղղակի օրինակ դու հիշում ես վերջին անգամ ինձ երբ ես ծաղիկներ նվիրել կամ ինչ-որ հաճելի բան ասել։ Չես հիշում, չէ՞։ Ես էլ չեմ հիշում։ Ինձ թվում է մեր շփումը սահմանափակվել է, Մհեր։ Մենք ուղղակի ամեն օր ինչ-որ հիմար կենցաղային հարցերի շուրջ վիճում ենք ու վերջ։ Ինչ ես ուզում դրանով ասել, Նազիկ։
Դե այն որ դու համ կաս, համ էլ չկաս իմ ու երեխեքի կյանքում։ Դու լավ գիտես քո այդ հարցերի պատասխանը։ Դե հա, դու զբաղված ես, շատ զբաղված ես, քոնը մենակ բանակն է։ Նազիկ, դու լավ գիտեիր ում հետ էիր ամուսնանում։ Ու այն ժամանակ ոնց որ թե այդքան էլ դժգոհ չէի, նենց որ հիմա էլ մի բողոքի։ Բարի գիշեր։ Քեզ հասնում է Նազիկ, հասնում է։ Շատ ացավում։ Շշով ջուր բերեմ սառը, տնենք թևիդ կանցնի։ Դե արի սենց անենք, դու պարկի, ես քեզ պինդ կգրկեմ։ Շորն էլ կգցենք երկուսից վրա, համ քո համար տակ կլինի, համ էլ իմ։ Համ էլ որ շուտ քնես, թևիդ ցավը շուտ կանցնի։ Ասա լսում եմ, ի՞նչ է ուզածը։ Հեսա կիմանաս։ Հեսա քեզ մանրամասն կբացատրենք, սաղ կհասկանաս։ Պապ, ինչ ես փակվել սենյակում։ Էդ ի՞նչ է, պապ։ Նկար։ Ինձ դուր չի գալիս այն ինչ դու անում ես ու ոնց ես քեզ պահում։ Արփինձը դուր չի գալիս այն, որ քեզ կարամ ինչ-որ ուրիշ մեկի հետ տեսնեմ։ Ու կապ չունի այդ ուրիշ մեկը ուղակի մոտիկ ընկեր է, կուրսեցի է, թե հարևանի տղա է։ Բացատրեք, մեր աղբերը հասկանա, որը որից հետո է, ինչ պետք է անի, ոնց պետք է լինի։